հարգելի հետևորդներ, մենք եթերում ենք, կարծում եմ կարոտել եք արդեն, որովհետև անցած շաբաթ չեն կարողացել առասարակ տվյալ հաղորդաշարով եթեր դուրս գալ ծանրաբեռնվածության պատճառով, բոլորդ ինձ թվում է ներողամիտ եք, չնայած շատերը գրում էին։ Ինչա առասարակ կատարվում, անընդհատ կարելի է քննարկել, դատական համակարգում ինչ է կատարվում, ինչքան ձերբակալումներ կան, արդյոք դրանք իրավաչափ են, առասարակ ցանկացած կալանավոր, ցանկացած դատապարտված, ցանկացած այդ ճանապարհը անցած մարդու համար ինչ ապրումներ կա, ու ընդհանրապես ինչ է երկրում կատարվում։ Այսօր զրուցելու ենք Արթուր Այվազյանի հետ, բոլորդ գիտեք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Միասին քայլում էինք։ Ես պատիվ եմ ունեցել այսօր ձեզ հետ քայլելու։ Ինձ համար առավել բարձր պատիվ է։ Շատ կարճ հատվածում մենք հասկացանք միասին, որ մեր հայրենակիցները ունեն ասենց խրոխտ խոսքի, համարձակ խոսքի, հայրենասիրության մեծ կարոտ։ Բոլորը մոտենում են ձեզ, բարևում են ու շնորհակալություն են հայտնում։ Իրականում մեր հայ մարդը ինչի կարիք ունի։ Կարող եմ պատասխանել ձեր հարցին։ Հիմա ձեր հետևորդները կսկսեն էլի, իհարկե։ Մեր հայ մարդը այսօր կարիք ունի արդարադատության եւ արդարամտության։ Պատկերացրեք մի կարճ պատ, տեսեք այսօր հասկացեք մի կարճ հատված, տեսեք մենք ուրիշ կոնտեքստում այսօր պետք է այս հարցը զրույցը վարենք, բայց իրավիճակը նենց փոխվեց, որ այդ ընթացքում տեսակ ինչքան հասարակ քաղաքացի մոտեցավ եւ ինչ էին իսկ մենակ հարցնում, ինչա լինելու։ Եվ շնորհակալություն էին հայտնում։ Հա, եւ շնորհակալություն էին հայտնում, շնորհակալություն եմ ես իրանց հայտնում, որ իրանք գնահատել են մեր ծառայությունը, իմ աղբերների ծառայությունը։ Ես մի կողմ ես հրամանատար եմ ինպես եւ ինձ նման հազար հրամանատարներ, որոնք այսօր էլ չկան, այսօր շատ տղեկ չկան, հարկ ու պատիվ, ուղղակի մեզ պատիվ է վիճակվել, չգիտեմ, Աստված տենց է որոշել, մենք կենթանի ենք մնացել, մենք այն փախած տեսակներից չենք, որ դրա արդյունքում ենք կենթանի մնացել, բայց հասկանում եք սրա պատասխանատվության աստիճանը։ Մենք այսօր որոշել ենք դատաիրավական համակարգից բան խոսանք, բայց պատկերացնում եք այդ ճանապարհի ընթացքում իրավիճակ փոխվեց։ Այո։ Իրականում մեր հայ ազգը արդարադատության պահանջ ունի։ Դա կլինի արդարադատության թե արդարության։ Արդարության։ Արդարադատություն այսօր տեն մենք դուք որպես փաստաբաններ անգամ դուք դրան չեք կարողանում հասնել։ Ու կա մի հատ սկզբունք։ Դա Սոկրատեսն ասել է մարդը մի հատ էակն է բնության մեջ, ով իր ամբողջ կյանքի ընթացքում ձգտում է արդարության եւ մի ամբողջ կյանք զուր կա մնում դրանից։ Հիմա փաստորեն էդի հայ ազգի վրա է փորձարկվում։ Այս պատերազմից հետո անգամ դուք պատկերացնեք մեղավորները նշանակում, անգամ քրեական հանցագործությունների մեջ մեղադրվող մարդկանց անիրավի որոշումները կայացվում, ես հո տեսական մարդ չեմ, բոլորը գիտեն ես իմ կյանքի 16 տարիները որտեղ եմ անցկացրել, ու մորոք, ինչա, չեմ ուզում հիմա ծավալվեմ, բայց դուք եկաք այդ լոզունգներով, որ այս ամեն ինչը պետքա վերա, փաստորեն դուք դարավ լրիվ տերորիստ։ Ոչ թե դուք միապետ եք, քաղաքական տերորիստներ։ Դուք ահաբեկիչներ դարաք։ Դուք ահաբեկիչներ դարաք։ Շեշտենք էլի որ դա քաղաքականության մասին է։ Այո, գնա քրեական վարույթները։ Չէ, դուք դարաք քաղաքական ահաբեկիչներ։ Դուք իրականում դարաք քաղաքական իշխանությունը իրականում վերածվեց քաղաքական ահաբեկչության։ Հասկանում եք, երբ որ դու ունես քաղաքական օպոնենտներ, չի կարելի նման ձևով։ Այս հիշում եք ես անգամ ձեզ ասեմ Սուզան Սիմոնյան բոլորը գիտեն հրապարակ թերթի լրագրող 20 թվի պատերազմի ընթացքում մեկ զանգ ունեցի ինձի իր մոտ դա ֆիքսված է հրապարակային էլ ասում եմ ասես մանախ ինչա կատարվում ասի Սուզան ջան ասի իմ անունից մի հատ հրապարակի նյութ որ բոլոր նախագահներով հավաքվեն խելքի տան բոլորը աչ ու ձախ մոռանան հետո կորոշեն իրենց հարցերը որ այս պատերազմը հաղթենք ոչի բան չստացվեց հիմա թազա այս նոր թաթերաբեմի վրա սենց իրար ուտելը այսքան դուք ոնց եք պատկերացնում ամեն դատա իրավական իշխանություն ներկայացնող դուք պատկերացնում եք կան հներ հնաբնակներ միշնաբնակներ նորաբնակներ Էսի դե
նոր բջիջներ Հա, էսի չել հասկանում, մի հատ հասկանը, Վարդազարյանի որ հանիքցին դուս, են Ջանգիրյանի որ շպրտին դուս, են Աղվան Հովսեփյանը միջը մեր դատախոցը դռներն ա լպստում։ Ադե դու պետք է հաստես դե տղա ջան կամ քիրա ջան, քորիկ ջան, քիրա ջան։ Ադե դու մտել ես դատա իրավական համակարգ։ Դու պատկերացնես ինչ լեգենդներ, որ այս երկրի արունը խմել են մեկպես տղեկի։ Դու կարաս ընդեր հասնես вообще։ Ձգտում է։ Դա իր սերական կողմնորոշման խնդիրն է, բայց պետք է հասկանա ուր է ձգտում։ Լեգենդար աշխարհի բոլոր պարգևատրումները ստացած դատախազներ ու դատավորներ ու եսիմինչ, նայեք այսօր կանգնած են արդարադատության առջև, ինչերով փողերի լվացում, կաշառքներ, մյուսը։ Լավ, տրամաբանորեն դուք չեք ուզում գաղափարական աշխատեք այս երկրի համար։ Ոչ։ Ուրիշ լոբինգով եկել են Պարշի։ Հա, բայց հիմա հատուկ ծրագրով եկել են մարդիկ։ Հայլում կատարում են։ Ես հիմա իրանց խորհուրդ եմ տալի հրապարակայնորեն։ Մի մարդ մանախն եմ ես, մի մարդ, որ իր ամբողջ կյանքը անցկացել է գաղտնի ծառայությունների մեջ եւ բացահայտվել է 20 թվականից հետո ստիպված, որովհետեւ մինչեւ 20 թվականից աշխատել եմ գաղտնի մեր հետախուզությունում, 20 թվականից հետո նեգլասնից անցել եմ գլասնի արդեն, բայց ելի ես ռազմական հետախուզությունում եմ, ես սպայ եմ, ես հրամանատար եմ, ստիպված եմ դարել, որ այս ազգը հասկանա, որ պետք է խելքի գա, դա իմ համար մեծ ռիսկ էր եւ այդ ռիսկը ես գնահատում եմ ու ես դրա պատասխանատուն եմ, բայց դուք դատավոր եք դառնում։ Դուք ոչ թե մենակ մարդկային ճակատագիր եք որոշում, այլ հայ ազգի ներկայացուցիչ ճակատագիր եք որոշում։ Այն հայ ազգի, որը ամբողջ աշխարհը այս քո ազգի այս ցեղի վրա է աշխատում, արդարադատությունն իրականացրա, որակը պահի։ Սա համազգային դու եվրոպական դատարանի միեդի ներկայացուցիչ չես, որ 11 հատ սևամոտ լեն 5 հատ եսի մովլնի ու դու մի հատ, չէ, դու Հայաստանի Հանրապետության դատարանն ես ներկայացնում։ Արդարադատություն, գնա ռիսկի, քանի ռիսկային դատավորի անուն տամ։ Գնա ռիսկի, դա արժանապատվություն է, դա ազգային անվտանգության բացի, դա ազգային անվտանգության են տեսանկյունից նաև, որովհետև իրավական անվտանգության խնդիրը է առաջանում։ Այդ դուք ում եք ուզում դուր գաք։ Ձեզ թվում է դուր գալու է, եթե լավ են ծառայում։ Իրանք փորձում են արջի ծառայություններ մատուցել, եւ պատժվում են։ Եվ տենենք ԲԴԽ-ն ոնց է վերաբերվում, եւ տենում ենք ԲԴԽ-ն ոնց է վերաբերվում, դատավոր կա հայտնի, որ բանը հրապարակային է, դա ԶԼՄ-ից չի, ըստ օդում կարող ԶԼՄ-ը հրապարակային քրեական մարդը խարդախությունով մեղադրվել է որպես փաստաբան, այսօր մարդը մենակ կալանքի դատավոր է, էսի ոնց է, էսի եկածա ժողովրդալակ ու գիտեք ում է կալանք տալի։ Մի մարդու, ով իր կյանքը դրել է Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության պաշտպանության համար, ում է ուզում դուր գա։ Այդ իրան թվում է Հռոմի պապին։ Հա, ուզում է դուր գա։ Մնացական Մարտիրոսյանը գիտեք իմ դեմ քանի վճռակայացել։ Անկամ իրան է դատը։ 16-րդին այդ գերխեղտին անգամ ինքն է դատը, այսօր էլ դատավոր է։ Հասկանում եք։ Ես զարմացա, երբ որ ինձ տարան կալանքի, պարզվեց կալանքի լեգենդար դատավոր թմբուկ խփողը, ինձի կալանքի չվերցրեց, ես զարմացա անգամ։ Պարզվեց դա էլ է գործիքակազմ։ Հետո որ իրա մոտ բերում էին մյուս կալանքներ, ասում են դուք մանախից ուժեղ ընդդիմադիր եք, մանախին ես կալանք չեմ տվել, փաստորեն այդ գործիքակազմը օգտագործեց հետագա իրա պաշտպանական։ Նես չէ որ ինքը հատկազ արեց, որ ինքը փառկասում Նես չէ, հասկանում եք, եթե մարդը մտել ազգային դաշտ, ինքը պիտի պատրաստելու անգամ մեռնելու։ Հենա, տեսեք, բանը, Փարաքյարի համայնքապետի դեպքը։ Էդի առնվազն եմ ասում։ Այսօր Գյումրու ընտրված քաղաքապետի հալածանքները։ Մյուսը, լավ արա, բան ունեք խոսալու, մեռա ասելու արա։ Արա, Քոչյանը ժամանակին ասաց, այս երկրի մի հատ տղամարդը ես եմ, մնաց վզին, պրյոմարես մնաց տակը, հիմա պետ պրյոմից ո՞րն ես անում, են մեկն էլ ասեց, որ չեմ գալու, եկավ, հիմա երրորդը դու ես, սաղին փչացնում ես քո արևով, հիմա լսի, կառավարության շենքում կկազմակերպես 16-րդ գերխեղդ, որ եթում ես
ալաբաներն են քեզի լպստում չեն գզում, լպստում են դուները գալիս է էքի հոտ են զգում։ Մի հատ է սենց մի հատ բրոնի շուշա քաշի, ես ում քաղաքականով տարել ես, նստի նա շփի հետները, մի հատ գաղ Չի տենց չէր անում դեմից, ասում էր բացեք դարպասները, փակ դռներ չի լինելու։ Մենք չենք նկատել դարպասն ու փակ դռները ինչա։ Դա երևի վերաբերել է եղել համահայկական հիմնադրամին, երևի մենք չենք ընկալել, որովհետև Իսկ կարող է տողատակով թշնամի պետությաններ ասում։ Ուրեմն Ներս ասեմ, բացակո ես ձեզ ասեմ մեր պետական ամոթը։ Այսօր Արման Բաբաջանյանը բանը հայտարարել է, ես տարածել եմ իմ կյանքի մեջ, ես Արման Բաբաջանյանից ես անկեղծ ասեմ, Արման Բաբաջանյանը իմ հետ նստել է կալանքներ։ Ես եմ վաղ քաղաքական բանտարկյալ է Քոչյանի ժամանակ եւ Սարգսյանի ժամանակ ինքը քաղաք բանտարկյալ էր, իմ հետ կալանքներ ա կրել։ Ես եմ լավ եմ ճանաչում։ Ազատվելուց հետո 16 թվականից հետո իր առաջի կետերին անգամ իրանց իշխանությունների օրոք ինքն դիմադիր ես հացազրույցներ եմ տվել, բայց հետաքրքիր է որ Facebook-բանը YouTube-ից էդի ջնջվել է խորհրդավոր, բայց ես ունեմ պահպանված, նայեք հետաքրքիր, երեք ինչ է հայտարարում, ու ես տարածել եմ, այսօրվայի մեջով մտեք մանախ կոմենտարիով մտեք, ինչ ասում։ Ասում է ԿՀՎ-ի եւ բրիտանական մի 5-6-ի կողմից ստեղծվել է արտաքին հետախուզության, հակահետախուզության ծառայություն ու երաշխիքներն ասում։ Մեր պետության մեջ հիմա պատկերացեք ինչա կատարվում։ Սա աբսուրդ է։ Այն դեպքում, երբ որ մեր պետության հատուկ ծառայության սպաները գրեթե, ես ասեմ, 100%, գրեթե եմ ասում 100%, եթե պակաս ավել, ես որ սիստեմը չեմ պատկերացնում, չգիտեմ, 100% վերապատրաստում են անցել Ռուսաստանի դաշտություն եւ չասենք Ռուսաստանի, մենք պետք է խոսանք ՍՍՀ-ից, ՍՍՍՌ-ից։ Դուք այսօր, այսինքն հիմա խնդիրը ո՞րն է, ում տակից ուր ենք դուրս գալու ու դուք խոսում եք ազգային պետականությունից, ես անձամբ ծրագրերը կարամ ձեզ ներկայացնեմ, հրապարակեք, ես այդ ծրագրերով հանդիպում եմ ունեցել ազգային անվտանգության խորհրդում, ազգային անվտանգության ծառայություն, պաշտպանության նախարարությունում, Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմում բոլոր տեղերը։ Ես առաջարկել եմ ստեղծել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բարձրագույն դպրոց, որը գոյություն ունեցավ Հայաստանում 1 տարի։ Դա մեզ անհրաժեշտ չի։ Բա դուք եթե ազգայինից եք Դուք խոսում։ սպառնալիք եք ձեր այդ առաջարկով fake խաղաղությանը։ 94 թվականին Հայաստանի Հանրապետությունում այդ դպրոցը աշխատել է, ես պատիվ ունեմ այդ դպրոցի սաներից մեկն եմ, եւ ես ուզում եմ դա շարունակվի, եթե ուզում եք ազգային ինքնիշխան պետականություն, ոչ մի խնդիր չկա, դուք սպան ստեղծեք եւ ուղարկեք վերապատրաստման։ Բա դուք ուղարկում եք վերապատրաստման, այսօր բերում եք երրորդ երկրները մտցնում եք հատուկ ծառայություններ, ըստ իմանալով որ սա ռուսական գոտի է։ Հայաստանը են անում։ Ո՞նց հնարավոր, սրանից դիտավորությունն էլ ուրիշ ձև։ Լավ, բայց մի հատ վերադառնանք մեր համակարգին իրավական։ Նորմալ է, որ նախկին գլխավոր դատախազը հարցազրույց է տալիս ու ասում է, ես կարայի կալանավորեի։ Ես ուզում էի կալանավորեի, բայց ինձ այդ հնարավորությունը չտվեցին։ Այս ինչի հոտ է։ Ես ինչ որ միտեղ մի ժամանակ սովորում էի, գիտեք մեզ առաջին ինչ են սովորացնում։ Դուք գիտեք, ձեր լսարանը շատ բազմաբովանդական։ Ես ձեզ ասեմ, առաջի կանոնը գիտեք ինչ է։ Ցույց տվեք ինձ այն անհատին, ով պատրաստ է զոհել ամեն ինչ հանուն իր նպատակների։ Ցույց տվեք։ Բա դու բացասիճան նախ սպա ես։ Դու ունես բացառիկ լիազորություն եւ կառուցվածքային մի հատ մարմնի ղեկավար ես, որ սահմանադրական մարմին է եւ ոչ մեկի չի ենթարկվում։ Հիմա կարող է դու Օսիպյան Վալերին ես, որ մենք կուրսի չենք։ Այ հենց հիմա դրա հետ կապված նոր բան եմ ասում։ Այն փաստաթուղթը որ կա, այստուն համատեքստում ա եղել։ Հայաստանի Հանրապետությունում, որով դուք եք աշխատել, այդ մյուսների մասին չեմ խոսում։ Հայաստանի Հանրապետությունում ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որ ոստիկանապետի ընդհանրապես պետք է իրավունք չունենա, որովհետև նախկինում ծեծում էր ցուցարանների մյուսի,
16-րդը բերեց սարքեց ոստիկանապետ։ Հələ ծռերին որ խոսասնեք չէր կպատմե։ Դա ասма հացի էսթետիկոմն է։ Սենց հիմքից եմ էլի լսել։ Կարևոր բան եմ ասում։ Դուք պաշտպան եք եղել, դուք ինձնի շատ ինֆորմացիոն եք, ընդունենք տենց։ Իմանայք, հետաքրքիր հարց է։ Հայաստանի Հանրապետության ոստիկանապետը, այդ նախկին հիմա տենց ինքը այնքան բարոյականություն չունի, երբ որ իրան էս գինու գործանի դեմից քաշ էին տալիս սովորական, դե ինքը պապայիսի գծով է եղել, եւ որ իրան քաշ էին տալի գցում էին ավտոն, ինքը գեներալ։ Ինքը հետորվանից հետո պատիվ չհամարեց, որպես գեներալ ապրի, որտեղ ինքը էությամբ է պապասը։ Ու իմանայք, հաշվի առնելով այդ էսթետիկ, իմիջիալոց ասեմ, իմ շատ մտերիմ ընկերոջ քերին է։ Էդ էլ ասեմ, նեղացել էր ինձանից, ասի ապե, տենց քերուց ավել լավ ալեժարնես կան ինձանից։ Ասի, ես որոշումը քոնն է։ Պետական նշանակության ամենաբարձր կատեգորիայի պետական, ռազմական և ծառայական գաղտնիք հրապարակվել Վալերի Օսիպյան և Արտուր Դավթյան կոնտեքստում։ Հիմա ես ուզում եմ Պասպադաչից բաց հիմա ուզում եմ ես գցեն Արշակ Կարապետյանի ջեբը։ Լավ, երեք Արշակ Կարապետյանի նկատմամբ նոր երեք քրեական գործառույթ։ Իրոք է դատարաններում կալանքների ժամանակ պտտում սենց այդ թուղթը, հա։ Հա, իմանայք։ Բա դուք եթե տենց պատվախնդիր եք, այդքան արժանապատիվ եք, բա այսօր է ստորաբաժանումները միջազգային հետախուզման մեջ են իդեմս ինձ, բա պետություն ասա։ Մի հատ քայլ անում եք իրավաբանական, որ ասեք ոչ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որպես իրանք չեն կարող են միջազգային հետախուզման մեջ, որովհետև իրանք կատարեն պետական խնդիրներ, ոչ մի ձեն։ Ու սրանք elə խոսում են, այդ թմբուկ խփողը մեկ, բանը էս է դհոլ խփողա, չէ՞ ոնց որ, հա, ես տենց հասկացա։ Ու դու գլխավոր դատախազ, դու ես ստորագրե։ Ես ասում եմ ձեզ, ամենայն գալու ազգային պետություն։ Իրա դատախազներ նիստերիններ գալին։ Ասում եմ գալու ազգային։ Բացառիկ դեպքերից մեկն է, որ ամեն տեղ բացասել եք, ես այդ հացը միջև Արմեն Աբազյանի մոտ անձամբ չեմ բացացել, այդ հացը չի ստացել։ Այո, այդ հացը լուծում ստացավ, երբ որ ես անձամբ ընդունելություն ունեցի ԱԾ-ի պետից Արմեն Աբազյանից, ինքը տեսավ ասաց, ասի միջև մա լուծում։ Սր այդ գործով իդեպ դատական նիստի էինք։ 15 րոպե չի տվել։ 15 րոպե չի տվել այդ գործը գաղտնագրվել այդ ինֆորմացիան եւ հիմա քրեական գործ կա չկա, պատասխանատուներ կան թե չկան։ Չկան, որ ցրում էր շատ հավեսով, այսօր եթե չեմ սխալվում, Քանաքյար Զեյթունի քրեականի պետն է, քնչականի պետն է։ Լավ բաներ ունեն, էլի լավ բաներ ունեն։ Ու հետաքրքիր գիտեք ո՞րն է։ Այս ինֆորմացիան, որ ասին, որտեղից է դուրս եկել, ես այդտեղ վատացա։ Ոնց որտեղից է դուրս եկել։ Ասում ծիծաղալի։ Ես ծիծաղալի բան ասեմ ձեզի։ Երբ որ ես այս ինֆորմացիա աղբյուրը ստացել եմ, գիտեք որտեղից է եղել աղբյուրը, որտեղից ծանոթացել եմ։ Պարզվել է, ուրեմն Վանաձորի Տարոնի բաժնի մի հատ համայնքային ոստիկան, օպերալ չէ, զեկուցագիր է գրել, որ Հայաստանում սենց գաղտնի խմբեր կան, համարներով, նայեք, ավտոների համարներով, անձնակազմի քանակակազմով, ստացվող աշխատավարձներով, խնդիրների կատարման շրջանակով, հրամանատար, տեղակալ, անուն ազգանունով, սա ես որ ես ծանոթացա, ասի, բա էսի խի ԱԾ-ի տեղակալը չի օպերատիվ գծով։ Եթե համայնքային ոստիկանությունը գտի այս կարևորության գաղտնիքը, այս ինչ է կատարվում։ Նոր սկսեցին աշխատել, ունեն պատասխանատուները։ Ասում պաշտոն ունեն։ Մալացեց, պաշտոն աշխատում են, Այո։ Պաշտոն ռաբոտը Ավելին, Ասուր Դավթյանի երկրորդ սենսացիան։ Ասում է Ինքն է ախր ստորագրել, թուղթը մեր ձեռն է, էլի։ Ասում է օպերատիվ հետախուզական գործողություններ նախկինում մոնտաժված չի եղել։ Ով ասում։ Արտուր Դավթյանը։ Դու ասում։ Փասարա պետական ամենաբարձր կատեգորիայի գաղտնիքը դու ստորագրել ես ուղարկել ես, բա դու չես տեսին։ Բա մի հատ չհիշենք, որ կալանքի տակ էիք ձերբակալ, ավելի ճիշտ ձերբակալվեցիք, կալանավորվեցիք, բարձվեց լրիվ ուրիշ տեղ էիք։ Մի հատ չհիշեք, այսինքն եթե սրանք խոսում են ՕՀՄ-ից։ Ես 92 օր ես գտնվել եմ այդ ժամանակ փաստացի ազատազրկման մեջ։ ՕՀՄ-ով տվել եմ, որ ես այդ գործողությանը մասնակից եմ, երբ որ ես դուրս եմ եկել, ինձ կանչել են, տեսել եմ, որ ես 92 օր փաստացի գտնվել նոր Բարաշեն ՔԿՀ-ում, նոր ՕՀՄ դադարացվել է։ Հիմա այդ դատա, որ հետ մենք հարցեր չունենք,
պատասխանատվության Ու այդ ընթացքում վերահսկող դատախազն ասում է իմ օրոք մոնտաժ չի եղել։ Ինքն է ասում, իմիջիալոց ասած, հենց հիմա անմիջական իր վերահսկողության տակ է եղել։ Այս գործը, կոնկրետ Ես իրան պրոստը ողջունում եմ, ես իր մոտ եղել եմ Ալավերցի Վահագի գործով։ Թող հիշի Ալավերցի Վահագի մոնտաժները։ Ասում եմ, ես ձեզ պարզ ասում եմ։ Ես երբ որ ազատականս ցույց տվեցի, 4-5 ժամը միանգամից թափավ ջուրը, պատասխանատուներ չունեն։ Չէ։ Լավ, ուզում եք հրաշք դատական համակարգ ունեն։ Այսինքն ո՞նց է ստացվում, այսինքն մեր հույսը ի՞նչ է մնալու։ Դատավոր որ արժանա պատիվա, այո, որոնք բացառիկ են, հա, բայց խիստ գնալով քչանում են։ Դա ներողություն եմ խնդրում, ուրիշ բան եմ ասում, բա մենք ինչ ենք մեր կյանքը դնում սահմանին։ Ում համար։ Մենք պետականություն ենք պահում, որ նրանցնել պետականությունը, չէ՞ պետականի, այսինքն մենք ընդ կանանք, նայեք, հիշում եք, Սյունիքում ճանապարհ էի փակի 5 տարի դատեր գնաց։ 5 տարի, նայեք։ Ինչ է արել։ Ընդհանրապես ասում է Սյունիքը հանձնում է, զինվեք։ 23 րոպե ճամփա էի փակի, տեսակ 5 տարի ինձ սարքին ազգային դավաճան։ Ու դուք ինչ եք ուզում։ Եթե մեր պետության մեջ պետք է զինվորական անգամ չհավատա արդարադատությանը, բա լավ, մենք ինչի համար ենք մեր կյանքը դրել։ Ինչ անենք, եթանք բեսպրիձելի, ինչ անենք բա։ Մեր հույսն է, որ գանք մտնենք ասենք, այ պարոն դատավոր, դե մի հատ մեզ նայի, մեզ դեսու ես դատախազ կոչվածին նայի։ Ինձ մեղադրանք է պաշտպանում մի հատ կլետ, բանի ղափանից։ Գիտեք ինչ գործով։ Որ բան եմ արել, եթերով դրանց քֆուր եմ տվել, ասել նով Նիկոլին ընտրի, թուրքա, պիտի դրանց արումները հոսի։ Գործերը հարուցին արագի մեջ, դուք չեք պատկերացնի ընտանիքիս մոտից ինձ զախվատով տարան, սենց գլուխս ջարդելով են ոճի մեջ, որ Նիկոլը։ Դե սկզբից մի հատ շոու կար, էլի, պարտադիր բոլորին տենց էին տանում։ Ասի արա, էսի արել եմ նրա համար, որ ես տեսել եմ եթերով, որ ջերմուկի դիրքերում թուրքը մտել է առանց կրակոցի, զինվորից ծեծում է, ջարդում է, զենքը վերցում, ով սաղամնում նրան գերիատանում են, ասում մեռած էվի գնացինք։ Նվաստացնելով տանում էին, կադրերը կա։ Ես այդ, բա դրա համար եմ դատվես, ին վրա դրել են 2-ից 5 տարի, ես դրանով դատվա, դատը գնաց 3.5 տարի։ Մեղավոր ճանաչվեցի Արաչյացյանով, Արաչյացյանը 50,000 դրամ, Վերաքնիչ դատանը մեղավոր ճանաչեց վարեմության ժամկետով չտալավ կալանքի, ասես ինչ եք անում արա, ես ինչ եք անում արա։ Կոտրում են ողնաշարը ու կամ։ Մենք կոտրվող չենք, բայց ես ինչ եք անում։ Ես որ դուք նստած եք այդ դատարանի աթոռները։ Բայց ձեր օրինակով քանի հոգի է կոտրվում։ Հա, մանթոյան գնում, բա ինչ կա։ Ինչի համար արա։ Խիմել զինվորով է բանակցիալը, մեր զինվորը կդակող ու պաշտպանողը։ Խեք զինվորը, ով է հրամանը տվել։ Տեսակ հրաման տվողովը։ Այսօր բացվեց Կարմեն ասում է Արշակ Կարապետյանն է տվել հրամանը, դրա համար այն բաները հանձնել։ Նայեք, այսօր երեկվա քրեական գործը նայեք։ Մի րոպե։ Բայց Արշակ համագործակցում էր։ Եթե Արշակ Կարապետյանը հետևանքը Արշակ Կարապետյանն է արել, Արշակ Կարապետյանն այն վաղ տեղել է ԳՇՊՏ առաջի տեղակալը, 3 ամիս հետո խի նշանակի պաշտպանության նախարար։ Նախ ինչի ինքը գնաց դրան։ Հիմա ով հետները չի դառնում խորհրդական արա, անվտանգության գծով քո խորհրդականն է եղել։ Էս խին գար հետևից։ Բա նորմալ է, ասում է ինձ լավ ծառայի, որ լավ մատաղանեմ։ Խի արա, այս ինչ եղավ իմ ազգի հետ։ Բա իմ զինվորը քեզ թվում է ինչն է։ Տեսել եմ այդ եթերը, մտել եմ քֆուր, պատկերացնում եք, քֆուր եմ տվել, գնացի 2-ից 5 տարով։ 26 օր նստեցի, ընտանիքից դեմից գիտեք ինձ ձևի տարան։ Յանի վերջի տերորիստն է, այդպես որ յան դուրգ ասֆալտենի փռելով այսպես տարան։ Հետո դե անցավ 5 տարի դատերը վաղեմության ժամկետ, մեղավոր Հայաստանի դատանից մեղավորը ճանաչե դրա համար։ Խուլիգանության 3-րդ մաս։ Դուք պատկերացնում եք, չեն հասկանում եք։ Ազգային պետությունն է գալու։ Փաշինյանն եկել է, այս ազգը կամ տերորիստ է, կամ խուլիգան է, կամ ատելություն է տարածում, կամ բռնության կոչ է անում։ Սա ասենց հավատել է ազգային գելեր հետևից։ Իրանից լավ խուլիգան, Իրանից լավ տերորիստ, Իրանից լավ սահմանադրական կարգը խախտող, ով կա այլս, արդեն կաթողիկոս է ուզում լինի, ես չգիտեմ ինչա ծխում է, սրանց անկողինների մեջ է, այդ անկողինների մեջ միշտ է ինքը եղել, որտեվ իր անկողինների մեջ բոլորն են եղել, դրա համար է ինքը մտնում, յանի աբարոտկա է խլում, ինքը չի հասկանում, քխա էտի, քխա, կոնտանիքի անկողինների մասին սաղ աշխանախ մի մտիտ է, մտել է, հա չկա, ինքը հիմա ուզում է կաթողիկ, սաղ տեղը գրավել է, այդ է ուզում։ Դուք հասկանում եք, սա դեղերը պետք է փոխվի։
Սրա հետ պետք է լուրջ բժիշկներ աշխատեն։ Զինվորականությունը պատրաստ է երկիրը պաշտպանել։ Դուք հասկանում եք ինչ է սպասվում է պետությանը։ Այս դատաիրավական համակարգն է թող հասկանա։ Մի ժամ է տևելու, 1 րոպե, 20 վայրկյան, թող աշխարհակաղակական փոփոխություն ոչ մեկ չի խնայվելու, գալու է իրական արդարադատությունը։ Էլ չեն կարող ասեն, էսի ասեն, ում վրա ինչ ուզում են գրեն, եթե մտածում են վաղ մոռացեք քրեադատավարական օրենսդրության վաղեմության ժամկետ, որովհետև սրանք համարվելով մարդկության դեմ ուղղված հանցագործություններ։ Ես այն ժամանակ պատգամավոր չեմ, գիտեք, ես պոլիտիկա, բայց իմ կողմից մարդիկ են ելնելու պատգամավոր, օրինագիծ եմ ու հասկացնելու եմ։ Մարդկության դեմ գործված հանցագործությունները վաղեմության ժամկետ չի լինելու։ Էդ ով ասե։ Էս ո՞նց եղավ, դա սաղ իշխանություններին տենց ակուրատնի ծառայում եք։ Բա իմ պետությունը այսպես է քանդվում իմ պետությունը։ Էդ ում եք ուզում դուր գաք արա։ Էդ ում եք ուզում դուր գաք։ Բայց քան ճակատագրեր արա։ Ես դատավորներ կա 16 տարի 2000 քվիզն միջև հիմա դատավոր են, միջև հիմա արոնես խմել են, միջև հիմա դատերալնում են, իրենք ինձ կալանքի սանկցիա են տալի։ Էս ո՞նց ալնում սենց։ Էս հեղափոխությունա, տեղափոխությունա, սերափոխությունա, ես չեմ հասկանում արդեն։ Պետք է ազգային պետականություն եւ այս հանցագործությունները պետք է փոխվի քրեական օրենսգիրքը, մարդկության դեմ ուղղված, ասեմ ձեզ, այսօր ցամաններում մարդիկ կան, որոնք Գագիկ Ջանգիրյանի ժամանակից Աղվան Հովսեփյանի ապօրինի ցման դատապարտված, այս գործը պետք է վերանորոգվի։ Այս գործը պետք է բացվի։ Ինչի իրանք ավելի շատ էին բղավում նախկիններ, նախկին պատմություններ։ Նախկիններից բետար են սրանք շարունակում են նույնը, բայց ես միջև հիմա ոչ մի կուսակցության, ոչ մի բան, որովհետև իմ պայքարը տենց է, ես նախկինների ժամանակվա տուժված մարդ եմ։ Այո, ես ասում մարդադարձություն չեղեն ժամանակ հիմա էլ չկա։ Հիմա ավելի բետար է։ Ռոբերտ Քոչարյանը ասում է զանգեր չեղա, ճիշտ ասում զանգեր չեղա, ինչ պետք է զանգեր լներ։ Այդ մի հատ իր սրտով մի հատ որոշում չլներ, հերը կանից են, ինչ զանգ։ Էսի պրոստեն կան դիշովկայա զանգ անում, SMS ա գրքում։ WhatsApp։ Չէ, WhatsApp-ի բան է, զանգ, պրյամոյ զանգում է։ Գախնան լսումներ չեք լսե։ Ապացուցի։ Արթուր Դավթյանի օրոք եղել է նման բաներ։ Ապացուցի։ Սահքյանքներս գոռում ենք, ասում ենք զարգաս կա։ Մի հատ լողանում են, սրբադասվում են։ Այս ապացույցներ չի, որ ձայնակ վարչապետը կառավարության ասում է ում ինչ անեն։ Բայց եթե այդ մակարդակի մարդկանց են տես ճամփեն, մենք ով ենք։ Ես ապացուցեցի, որ կա տես բան։ Ինչից եք խոսում դուք։ Ինչ արդարադատություն, ինչ քաղաքականություն։ Էս ինչ եք որոշել։ Այսքան մարդկային ճակատագիր բանտերում։ Գիտեք ինչքան։ Բանտերում ասում են արդեն տեղ չկա։ Էլի սկսվել է այն թվեր կային, որ հերթափոխով քնել։ Ես էդի ապրել եմ ամենիչը։ Էս ինչ խուժանություն է տիրում։ Ուրիշ բան, համաներում խի չեք հայտարարում։ Այո։ Համաներում։ Արդեն արդարադատության, իր արդարադատության նախարարը արդեն ասում է, որ խնդիր է այս կալանքները։ Բայց ասում են մեկտես նախագիծել չունենք, Սրբոյ Գալյանը, գիտեք խի է տենց ասում, դատավորները հասկանան։ Գիտեք խի ժամանակ չունի, որովհետև Արիանա Հովսեփյանը նկարել էր ոնց է մտնում պաձե, ժամանակ չունի։ Այդ դրա համար ժամանակ չունի մի հատ տենա այս չհասկացանք արա աշխարհի առաջի քրիստոնեական պետությունն ենք այդքան մարդիկ ընդեսքան տարի ես դաժե խոսացել եմ ասում եմ արա լսեք մի հատ բան արեք դաժե ում պայմանականն լրացել է կապ չունի տուժ տուգանքն է սաղմարեք մի հատ բեռնաթափեք գիտեք ինձ ինչ են պատասխանում ասում բայց քան քրեակատարողական ծառայողները ինչ անեն ասել եմ չէ, ասեմ ինչ անեն Սաման ներողություն Պաշտպանության փոխնախարար Լամփուշկեն այդ Արման Սարգսյանը Սահակյանը այդ որ գլխավոր թշնամին այդ Մուսերը որ հիմա փոխնախարարն է ասում է մենք զինված ուժերի կազմում խնդիր ունենք չեն կարող համալրենք Մարդկանց շտատով տեղափոխեք պաշտպանության նախարարություն, նրանց համար ի շտաբություն, Կալանովի դուր կբացեն, թե սահման կպահեն, կարևորը բան չկա, կռիվ չկա։ Հակառակը սուրբ գործ է դա, թող գնան Չէ, դες ուժեղ տղեկ են կարում են Կալանավոր տփեն, Կալանավորի լղջեն, խոշտանգեն, թոյետան թուրքը դեմն է 30-40 մետր են կոն, թոյետան թուրքի դեմը պահեն էդի, Կալանավոր չէ նեղված, թոյետան էդի պահեն, համալրեք։ Պետական բյուջեն խնայեք։ Մեզ մարդկանց թողեք ումը լրացել է, նենց արեք պատմական մի հատ, Սերջից ուզում եք տարբերվեք,
Սերժը 16-17 թվին մի հատ ուժեղ համաներում հայտարարեց, դաժե առանձնապես տանել հանցագործությունների վրա տարածում։ Դու մեծ բան արա, որ դու հեղափոխական ես էդի անում։ Մարդկանց թողեք դուրս, այդ քրեակատաղական ծառայողները, որ տենց ուժեղ տղեկ են, այդ որ կալանավոր են, կալում տպեն։ Կանդալ են նոր։ Հա, կանդալ են տպեն, հա, բա ինչ պետք է տղալներ առած կանդալելու տարեք, հա, տարեք պետական սահմանը պայն, այդ տղեկին թողեք այդան ընտանիքները, այսօր դժվար է, մարդիկ չեն կարող ապրեն։ Թողեք այդան հասնեն ընտանիքներին, արա, մեր ոցերն են, արա, մեր հայազգն, արա։ Լավն են, վատն են, դուք չեք որոշում, ձեզանից վատը չկա, համաներում հայտարարեք։ Համահայկական համաներում հայտարարեք։ Անես բան որ պատմության մեջ չլինի տենց բան։ Հիսուսի հետ է իրան համեմատում, մի հատ համաներում չի այդպես։ Ես կռիսին, ես շերտսինն է, ես իմ ես հատա չգիտեմ ես անունը ինչ դնեմ ես Ժումապղեի անունը։ Համաներում հայտարարի, արա, հանի տղեկին։ Բանտերում նստած տղեկին, ով նստել է արդեն եկել է դաժե պայմանականը։ Մի հատ անես բաները, որ սաղ զարմանան, արա։ Դու չես անցնելու, թող տղեկին, թող էթան իրան ստաները, արա, եսի պետությունը, թողեք, եթե KK-ի աշխատողներն են, հատ չկա, ուղղակի սահման, մարդը մտել է պետական ծառայության։ Դու նրա ծառայումը մենից լավ արուն, հա։ Մերը կապուտը հաստատ իրանցը քսև է, կարմիրել չի, թող էթան ծառայեն, ինչ կա, թող էթան սահմանը պահեն։ Մեկը թուրքերի, բայց կալանավորին կարում եք կանդալեք ծեծեք, արա, կացերից հանեք ծեծեք, չեք տանում հիվանդանոց, տես դզվել եք տես ֆորմեկով, գնացեք պետական սաման պայ, ումից եք լավ արա, ին ոտաղուց եք լավ արա, թողեք կալանավորներին, համաներում հայտարարեք։ Ինչև է, ենք հաուսը, որը տիրում է դատական համակարգում, ես ուսամ, որ կպարզաջրվի։ Էդի մենակ ազգային պետականության պայմաններում, ձեզ անկեղծ ասեմ։ Արդարադատությունը պետք է չէ մի հատ վերածնունդ է։ Ես գիտեք ինչ եմ որտեղ մենք լավ դատավորներ շատ ունենք։ Նորերի մեջ էլ ունենք։ Հիմնականում հակակոռուպցիոն դատարանը անում եմ նկատել, շատ լավերն են հայտնվել։ Ես ձեզ որպես Ծառուկյանանա գիտեք ինչ եմ մաղթում։ Ես ձեզ չեմ ուզում տենամ դատական համակարգում։ Ես ձեզ ուզում եմ տենամ գործադիր մարմնում արդարադատության նախարար։ Այս ոճով, այս դուխով, ես շնորհակալ եմ վստահության համար, բայց հավատացնում եմ սիստեմը կքանդեք։ Լավ չի աշխատի։ Այ կաշխատացնենք, մենք սաղս ձեր կողը։ Ես ձեզ ասեմ համակարգ փոխվի։ Համատարած գործազրկություն։ Դա էդի սեվական կողմը շան խնդիրները առաջան, թող այդան կպնեն իրաց գործեն։ Մի ազատեք, ստիպեք թող աշխատեն։ Ես ձեր վրա մեծ վստահություն ունեմ։ Ես ուզում եմ դուք ելնեք Հայաստանի Հանրապետության, դաժե սրանց պայմաններում մտեք մի հատ սիստեմը քանդեք, էլ դուք կարաք։ Ասում ձեր հետևից կոնկրետ ես վստահաբար ասում եմ, մենք ձեր հետևից գալու ենք, մենք ձեզ կպաշտպանենք։ Մտեք մի հատ սիստեմը գցեք տեղը։ Ամեն կալանավորի հետևից գնացեք, ամեն դատապարտյալի հետևից գնացեք։ Դուք հասկանում եք, հացը համամարտկային չի, հացը համազգային է։ Ամեն հայի համար այսօր աշխարհը կներեք էլի հետույք է ճղում։ Մեր պետություն ուզում են այսենց ուտեն։ Բանտերում մարդիկ կան, որ հայի գենն ուժեղ կրում։ Արա չես ապացուցե, ուրեմն համակարգը փոխի։ Արելա լավ արե, չես կարող ապացուցել, սիստեմը փոխի։ Մարդը պետք է չմնան դե։ Всё! Կամ ապացուցում ես, կամ թողում ես։ Դու պետք է լսես փաստաբանը ինչ ասում։ Դատարանն էլ եթե քո հավեսով անգնում, դատավորի դատի։ Այսինքն պետք է հասնի եվրոպական դատարանն դե գա, համապատասխան երկիրը վճարի։ Ախի արա։ ԲԴԽ ունեք, ես ունեք, են ունեք, կոնտրռազվեդկա ունեք, հակակոռուպցիոն ունեք։ Ամենտեղ դեռ ունեք, ականջները փակ։ Այսինքն, այս ինչա կատարում, այս ինչա կատարում։ Այսինքն կոմպրոմատ եք հավաքում եւ պետք է օգտագործում են։ Այդ այսինքն իտոգը ինչ պետք է լինի։ Սահմանադրական կարգի պաշտպանություն, չէ՞։ Այո, հնարավոր է հատուկ ծառայությունների աշխատանքի մեջ օպերատիվ, այո, պետք է վերահսկելի դատավորներ էլ ունենան, ներդրված էդի օպերատիվ մասն, հատ չկա, բայց համընդհանուր Այսինքն ամբողջ դատական համակարգում մարդը պետք է սո քաղաքացին հասկանա, եթե ընկավ սրա մոտ հաստատ կալանքա, անգիր գիտեն։ Հա, անգիր։
Գնում ենք արդեն ո՞ր է դատավորը, ասավ всё, կալանքա։ Էս ի՞նչ է, էսի հասարակական կարգ, էսի սահմանադրական կարգ է, էս ի՞նչ է կանում։ Դատախազների, էս հանրային մեղադրողների դեմքը նայեք։ Այս օրենքը որ ընդունել են, չէ՞ ով 25 տարին լրացած է, որ դու ուզում աշխատի, կարող է միանգամից դատախազ դառնա, քննիչ դառնա, այս թազ օրենքը տեսել եք, նայեք, մարդը ցելի կյանքը աշխատել է Պագրիշկի գողության վրա ավտոյի, մարդը միանգամից գալիս է սպանությունների բացահայտման գործով կյանքում։ Ուրիշ բան ասեմ, ավելի վտանգավոր, քանի որ լավ պրակտիկ փորձ ունեք, շուտով վերաքննիչ դատարանում նույնիսկ դեմքից չեն նայելու։ Մեղավոր, այո, գրավոր ընթացակարգով Հիմա ցավը նայեք որտե է։ Իբրև շատ էին ընկալում ասածը սենց տետատե, տերեսերես, հիմա արդեն չեն նայելու դեմքի։ Մենք սա կյանքը Պագրիշկի գողությունով է զբաղվել, քննիչեն հիմա նայեք։ Հիմա դրա նշանակել են դրան, որովհետև նա չի։ Սպանության գործերի քննություն։ Այսինքն քանի մարդու ճակատագիր է փչացնելու, մինչև պարապմունք է էլի անում։ Միշտ ասում եմ, չէ՞ ին վրա պարապեն խուլիգանությունով, մյուսը էլ ներվել չունեն։ Ինչ պետք է անեն, իմ հետ ինչ խոսան։ Դուք պատկերացնում եք, քանի մարդկային ճակատագիր է փչանալու։ Էդ ինչ մոտեցում արա։ Եթե մասնագիտական չեղավ քննչական ուղղությունը, դու էդ ի՞նչ է նշանակում։ 2 տարի փորձ ունեցավ օպերատիվ համակարգում քննիչ կարալի։ Ահա սա կյանքը հալի գործողա բռնի հիմա բելես ՀԿԳ նշանակել է կնից։ Կով գողացողներին բա։ Արա կովել չի գո, ժիվորել չի եղել կովը, միսը գնացել է, էսի մուլդուցա կտեսի, էսո սպանությունը բանանում այդ մարդում բրդում է սրոկի 20-25 տարի ծմա այդ տղուն, չի հասկանում այդ պրոֆիլը, ինքը դրա մեջ կյանքում չի շփվե, ոչ ակադեմիական կրթությունն է հերիքում, ոչ քոլեջային կրթությունն է հերիքում, ու էս որ մարդու ճակատագիր է որոշում, էս ինչ վերաբերմունք է, էս ինչ վերաբերմունք է, դուք հասկանում եք հայ ազգի ողջ տղեկի մասին է խոսքը, ամեն մարդ չի գնում օպերատիվ տեսադաշտ, հայ ազգը ողջ տղեկով է միշտ ուժեղ. Դուք գիտեք, ես փողոցը պատժը վտեմ անում, ես փողոցը հարգում եմ, ես օրենքով գողերին հարգում եմ, գողական ինստիտուտը ընդունում եմ, այս ամեն ինչը, այս ոսանց բարդակա դարետի նրանից է, որ գողական ինստիտուտին կպան։ Այսինքն ես երկրում սենց էլ բան չկար, կպակնդե, հա։ Ես պաշտպանում եմ, այդ որ դեն են անում քրեական ենթամշակույթ, լսեք։ Ես պաշտպանում եմ, դա քրեական ենթամշակույթ չի, դա մեր ազգի ինստիտուցիոնալ մեթոդներից մեկն է։ Այո, արդարամտությունը մեր ազգի միշտ կա, միշտ մնալու է։ Հերու թող իրենց կեղտոտ ձեռները քաշեն։ Խառնում են հանցագործներին, արժանապատիվների։ Իրանք ժողովրդի մեջ չեն ընկալում։ Իրանք ինչ պետք է ընկալեն, որ այսքան ընկալեն, այսքան զիբիլ չէին դառնա, սաղին կներեք էլի։ Հազարներողություն եթերային չի։ Սաղին ուզում են բոզ սարքեն, բայց իրանցից բոզ ուժեղ չկա այս աշխարհում։ Փողոցը մնալա փողոց, հլնեն երկինք, իշնեն։ Թող չմոռանան Հիսուս Քրիստոսի խաչի կողքերի խոսակցությունը, իրանք էդ էլ չգիտեն։ Չեն ընկալում։ Ում տարավ ում թողեց, էդ էլ չեն հասկանում, սրանք ինչ կապ ունեն քրիստոնեության հետ։ Խեք կապ, դրա համար է կապե փողոցին, որ այսօր 5-10 սպանություն ալում է։ Բա խի ժամանակ չկա, որովհետև փողոցը ունի։ Ես պաշտպանել եմ փողոցի կանոնները, որովհետև մեր ազգը, մեր պետականությունը, այո, մենք հայ ենք։ Մենք ունենք բարոյական բարձր նորմեր։ Ես որպես սպա, որպես մյուս գիտեք, ես միշտ հարգում ու ընդունել եմ ու պաշտպանել եմ։ Դա քրեական ենթամշակույթ չէ։ Արա դուք вообще ինչ կապ ունեք դրա հետ, այդ թռածներ, արա։ Այ գաղութի բոզեր, արա, որտե նստել եք բոզ եք եղել գաղութներն, դուք այսօր խեք կապնում մարդկանց, խեք կապնում փողոցին, կապել եք որ այսօրնա։ Փողոցը ցերեկով մարդն գնդակարում, սենց բան չի եղել նման բան, դա պատասխանատվություն է, չի եղել նման բան, հո խփելով չի, այ ինքը է սա սարքում, որտև ինքը եղել է աբսլուկ, բոզ, պրյամո ասում, ձեր 16-րդը գաղութի բոզը, պրյամո ասում եմ, փորձի, ես գիտեմ էլի ընգնելու է, ես գիտեք, ես յանից չեմ վախենում, մի կպի փողոցին, արա, երիտասարդությունը մեռնում է, նարկոտիկ ես հագցել է, բոս հագցել ես նարկոտիկի ու խփում են սաղոր իրար, երես երեխեքը մեղք են, ես ջահելությունը մեղք կա, մերոնք են, արա, իմ ազգն է, իմ ցեղն է, Տիկին Ծառուկյան, հասկացեք, ես սահմանը պաշտպանում եմ, ներսը կոտորում են, ես պաշտպանում եմ, ոստե չկոտորեն, ստե ավելի շատ են սպանում, չեմ սահմանում, հիմա ես ինչ անեմ բա, ես իմ կյանքը դրել եմ սահմանը պաշտպանում, թուրքը չմտնի, ստե ավելի շատ են սպանում, չեմ սահմանում, ես ինչ է կատարվում,
Հարցեր են ազգից նարկոտիկի, խփում են լավ մարդկանց, լավ տղեկի, մյուսը, էս ինչա կատարում երկրում։ Թող հիմա քո եթերով լսի, կներես քո ասի, ձեր եթերով թող լսի, 16-րդ բոզը թող լսի։ Մենք ազգայնականներ ենք, սուս ենք, մենք գիտենք ենք սուս։ Խելոք թող վերընկնի տեղը։ Հետո ինչ։ Դուք պատկերացեք, այսքան սահմանում մարդ չի զոհվում, ինչքան բանը, մեր փողոցներում մարդիկ իրար սպանում են, էսի ոնց կլինի սենց։ Որտե կպլա փողոցին, չի կարելի, փողոցը իր կանոնները ունի, ուտուցային է։ Դուք իմ տարեկիցը կարող է լինեք, կամ ինձանից ավելի եւի փոքր եմ։ Ասեմ ձեզ անկեղծ, այն ժամանակ մենք ունենք քուչի լավ տղեկ, քուչի մեծեր, քուչի աղջիկ, դասարանի աղջիկ անգամ, դեմի դասանի տղեն մեր դասանի աղջկան չէր կարա նեղացնել։ Մի հայտ ենք է ապրում, այդ ձև է մեր դասի։ Չի, մա եթերով են իրար նեղացնում։ Հա, այն ժամանակ հաստատվում են։ Հա, այն ժամանակ սենց բան կարար լներ։ Դաժե ուզող տղեն պիտի գար հայատի լավ տղեկին տենալ, հետո նոր այդ աղջկա աղբորը մյուսը հասկանում եք, հասկացողություն, գաղափարներ կար ու բարոյախոսական գաղափարականներ ենք մենք ապրում։ Այսօր էս ինչա։ Ով իմ հետ խոսի սենց գյուլի, չնայի դիմն ինչ արժեքավոր տղա ինչ լավ պատասխան չի տալու։ Հա։ Հենց մազին կպնեն։ Վազելով մեկ Տարեկներ։ OPG, էլի OPG-ու։ Շնորհակալ եմ այսօրվա ձեր, ասում եմ ձեզ, սա մեր ազգային անվտանգության խնդիրն է, սա մեր ազգն է, ով ոնց կարա թո պահի, ես հաստատ պահելու եմ, համ սահմանը, համ փողոցը, ես տենց եմ որոշել, որովհետև ես փողոցում եմ դաստիարակվել եմ դառը սպա, որովհետև ես այն ծանր թվերն եմ տեսել, չեքով հաստ եմ տեսել, ես անլույս ժամանակներն եմ տեսել, ես ֆիդային ձածյաների թաղումներն եմ տեսել, ես գողեր եմ տեսել, գողական լավ տղեկ եմ տեսել, մեծ աղբերներ եմ տեսել, մինչև հիմա այդ ինստիտուտը, որովհետև ամեն ինչ համար պիտի պատասխան տայր։ Հիմա փորձում եմ էդի տանել առաջ, այո, կապ չունի այսօր, էդի տանել եմ, քանի ապրում եմ, էդի շատ կարևոր է, որովհետև եթե պատժի անխուսափելիության սկզբունքը վերանում է, սկսում է բեսպրիձելը, որովհետև վաղը կարող է իմ աղբորը խփեն այսպես մեր լկտի բանով, չհասկանա, որ վաղը բանտ են էթալու պատասխան տան, մյուսը, հասկանում եք, բեսպրիձելա դառը, չեն թույլ տալու սա, ես դրա կողմնակիցն եմ, մենք պտի պահենք, գողական աշխարհը պատժ կանի իմ կողմից, ես պահել եմ։ Շնորհակալ եմ շատ, մարդու իրավունքների պաշտպանությունը ամենակարևորն է, դատական համակարգից է սկսում, ուտեղ չկա խտրականություն, դուրներդ գալիս են, չեն գալիս, մեկը նիկոլական է, մեկը չգիտեմ, քաղաքական առումով լրիվ ուրիշ ուղղություն ունի, մեկը հանցագործ է, մեկը գողական է, կապ չունի, դատական համակարգը ունի պարտականություն, առհասարակ այդ սևը, որ հագնում եք, հատուկ նշանակությամբ, ձեր դիրքը ընդգծելով, պետք է հիշեք, որ օրենքից դուրս իրավունք չունեք, առհասարակ գործողություն անելու եւ մի բան շատ ավելի կարեւոր է տեսեք ինչ օրն են ընկնում նրանք ովքեր ավելի լավ են ծառայում սա թող դաս լինի բոլորին փառք ու պատիվ են դատավորներին ովքեր պահում են սահմանադրությունը մոտ օրերս ես հատուկ եթեր եմ անելու շատ լավ դատավորների անունները վերհանելով որտեղ երիտասարդներն ու հարությունը համարձակ դատավորներին պետք է ճանաչի շնորհակալ ենք շարունակեք հետեւել